Դե ինչ, ողջույն սիրելի հետևորդներ ջան, շատ հետաքրքիր ձեր սիրելի վլոգներից նախաբան։ Հենց սա կլինի սկիզբը, այստեղից սկսում ենք, թե ինչ եմ ցույց տալու, ինչ եմ տեղադրում վլոգի մեջ, դեռևս չգիտեմ, ինքներդ ընթացքում կդիտեք։ Իսկ այս պահի դրությամբ, ինչպես միշտ հոգնած, աչքերից երևա որ հոգնած, պարզապես այսպես հարդարվել ենք, հագնվել ենք ու ինչ ենք անում այսօր։ Հա, նախապես օրվա լոկ, չգիտեմ, լոկ, հա, երևի թե։ Ահա Այսօր իմ օրվա լուքն է, հագնվել ենք ուր ենք գնում, ինչ ենք անում, հա ասեմ ձեզ, իմ կարասներն են, տեսեք ինչ հետարքիր կոմպլեկտ եմ ստացել, հավաքածու, ամառային հավաքածու, այսօրվա իմ դիմահարդարում էլ չեմ կատարել գրեթե, այսպես սենց ինչ-որ թեթե միայն մաշկի խնամում ու հիմա Կարինկան են կողմից նայում այ, բողոքելու եմ Կարինկայից, մենք գնում ենք տեղ, ընդամենը խանութ առևտուր անելու, հագնենք մեր ձագուկին, ես ու Կարինկան սիրուն հագնվենք, ոտքով քայլելով, հա, չէ, իհարկե, մեր կարերի մեքենայով գնում ենք խանութ առևտուր անելու, իսկ դա որն է, բնականաբար մանկասայլակը, կայլասկա ինչպես ասում, սենց մեր պատրաստենք, իրա մեքենայով գնանք, էլ այնտեղ առևտուրը կանենք, գնենք, բայց բողոքելու եմ Կարինկայից, կյանքս կերել է։ Ասեք ամացասին ինքը չլսում, ուրեմն ժողովուրդ ջան, դուք որ տեսնեք, բարիս բնումատով առաջ չափազանցության, 10-ից ավելի հագուստա փոխել։ Ու ինքը ասում է, ես շորթ չունեմ հագնեմ, չունեմ, ինչ հագնեմ, բայց Թեմոյում Կարինե Ավետիսյան անուն ազգանունը գրանցված է համար առաջի ամենահաջողակ հաճախորդների ցանկում։ Պատվերա որ գալիս է մեր տուն գժանոզա չեք պատկերացնում, 10 անգամից ավել հագուստ է փոխել, ջղայնանում է, ներվայնանում է, սա է հագնում, նա է հանում ու ասում է, ես շորթ չունեմ հագնելու։ Հիմա որ տեսնեք ինչ գեղեցիկ համադրում է կատարել։ Հանունդը, մի հատ նայեք, ասում եմ, ես էլ գեղեցիկ չի, մի հատ նայեք, ես գեղեցիկ ունեմ։ Հիմա տեսեք ինչ ասում, հիմա այսօր կհագնի, մենք այսպես կգնանք, հաջորդ անգամներ ասում եմ, այս շորը արդեն տեսել եմ, դե ես չի վագնելու, всё պատարել շորը իրան պետք չի։ Ասում եմ, հագել եմ, ինձ պետք չի, վերջ բրծա։ Ինչ պետք անեմ, որ ամեն անգամ նույն շորը չտեսնեմ։ Շատ սիրում ես։ Կարինկան գնաց ու այսպիսի երևույթ, եթե մի տեղ են գնում, դուք չեք պատկերացնում մեր տան ինչ է կատարում, ասում եմ արդեն հագել եմ այս շորերը, իսկ տեսել եմ, всё, ես շոր չունեմ հագնելու։ Աստված ջան, հիմա ներ Կարենչոյի հագնելա ոճը, լոքա, լուքա, ես չգիտեմ այդ ինչ է վերջը, եկեք հայերենով խոսանք։ Հիմա ինչ ընտրեցինք, որոշեցինք Կարենչոյից ինչ հագցնենք, լիքը այնտեղ շատ տեսականի շորեր, կոշիկներ, ես պուճուրի, որ դեռևս իր ոտքին շատ մեծ են, բայց հիմա ես ցույց տամ ինչ ընտրեցինք Կարենից հագցնելու համար, 1 րոպե։ Այսպես, սա իմ Կարենից ոճն է, այն ինչը պետք է կրի հիմա, տեսեք, այսինքն կապույտը սպիտակով, ոնց որ թե համայրա թե իր մամայի ոճն է ստացվում էլ, այն որ վերջում կանգ առավ այդ հագածի վրա։ Ահա, սա Կարենից համար նախատեսած, իր սպիտակ չարոխիկներով, բայց ոտքերի մեծ ասես ձևի համար կհագցնենք, որ սիրուն լինի էլի, եւ կապույտ նատիկներով, նատիկներ։ Նասկիներ, հասկանալի է, գիտեք չէ, փոքր ժամանակ նատիկներ ենք ասում։ Իմ երեխեքից չգիտեմ որ մեկներ նատիկներ էր ասում։ Այսպես ժամանակս չի հերիքում, գիտեմ որ դուք շատ արագ վլոգների եք սպասում, չեմ հարցնում որ գոնե որը մեկ հատ տեղադրեմ։ Այո, իրոք շատ հետաքրքիր է, ամեն օր իրադարձությունները մեր կյանքում, մեր տանը այնքան շատ, որ այդ ամենը ես չեմ հասցնում նկարել զուտ ժամանակի առումով եւ աշխատանքս եւ զբաղվածությունը խառը քաոս վիճակ, որ ամենևին լավ իմաստներով է այդ խառնաշփոթը, բայց այնքան լավ իրադարձություններ չենք հասցնում նկարել, հետո մոնտաժ եմ տեղադրում, գիտեմ, սպասում եք ոչինչ, հա որ մի քիչ ուշ-ուշ է լինում, բայց հետաքրքիր տարբերակները կվերցնենք։ Հիմա բերեմ Կարենից շորերը, քնած է, պետք է հանեմ, բերեմ այստեղ շորիկները փոխենք, դնենք իր սայլակի մեջ, անվասայլակի մեջ, քայլելով գնանք, մեր առևտուրը կատարենք, հետ գալուց պահպանանքները վերցնենք, մառոժնի, ուտելով գանք հարցուսկիսոր, այս անգամ Կարենից մեքենայով։ Լավ, բերեմ Կարենից շորերն փոխեմ։ Բերեցինք, շորիկները փոխենք, քնած տեղից ենք անում, զարմացել է, թե այսինքն ինչ են արել։ Բայց երևի թե մի հատ տանեն բրուտիկները լվանանք, սենց շուշուտ տվանան բերեմ, նատիկները։ Հələ նասկիների գույնը, ոնց որ հողերի մեջ թավալ եկած լինի, այստեղ։ Նորմալ է ժողովուրդ, նորմալ է։ Գնացինք, արի գնանք լվացվելու, ինչ ահա, բացատրեցինք, մի հատ բրուտիկների նայեք, սերվիթի բերեցինք, սենց չորացնենք։ Մեր երեխեն զարմացել է Կարենջոց, կասի ես հազիվ քնած երանք, ինչի քնից հանեցիք։ Մի այդ
Նայեք այս մոլոտիկին ինչ արեցի, լվացացրեցինք, հիմա պարկացնենք դեր, շորիկները փոխենք, հիմա փոխենք իմ ձակի շորերը, փոխենք, ծիծաղում ես դու, ես ծիծաղում դու, ես ծիծաղում դու, արա, զպնիկն ես դու, ծիծաղում ես շորիկները հանենք դենց, ասենց հանենք շորիկները, ասենց հանենք շորիկները, շորիկները հանեցի, պայսի գնաց դվանալու, նատիկների հետ, հիմա հագցնենք կարենչոյից շորիկները, որ մամայի պես անգար չասի, ես հագնելու ոչ մի բան չունեմ, իմ շորիկներն արդեն տեսել են, մամայի շորիկ գույների են, հիմա հագցնենք, ձակին, ճիշտա, իսենց հագցնում ենք, նատիկները հանում ենք դենց, Կարենես, կարենես, նա 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 Այսօր կասես ինչ են անում իդի Ես տատիկը մերամակցնում Ծաղալու, լտնակ ինչ եղամ, կարենես Կարենս պատրաստ է, մի հատ նայեք բիզբիզ մազերը Բիզբիզ մազերը կոչքի տայնը պախել է Հինա մամային, դրա մամային Դե ինչ անեք, արագացնենք, պատրաստվենք դուրս գանք Մենք այստեղ պատրաստեցինք մեր Կարենի ավտոմեքենան, այստեղ ամեն ինչ, հիմա բերենք կարենչոյից այստեղ Այստեղ պարկացնենք, իմ ձակին պարկացնենք Կոշիկները այստեղ Մի լաց, չենք լացում, տալիս ենք սյոսի Ասում ենք խի եք պարկացրել, նայեք, կրկեք մանեք Հիմա գնում ենք դուրս Էսի պետք է տենար, որ հավատան Հիմա նայեք Ոնց երկու վարկյանով կտրել երեխայի ձայնը Ոյ ձու Երկու ամսական հասկացող շունիկ Լավ, պարկացրեցինք Ոնց նո անեք, որպես երեխան արագ լացի Ոյ ջանիկ մերն եմ, հիմա գնում ենք դուրս Ջոս, on, շոջիկը Ոյ, մահետ Սյո, գնացինք Առողջություն իմ տղուն Առողջություն իմ ձակին ուրախացել ես ապեր քեզ տեղ ենք տանում վայ ուրախացել ես կայինչո դու ուրախացել ես խաղում ես դի խաղատինամ կայինչո են ինչ ես անում արատինամ կայինչո ինչո էդ ինչ ես ուրախանում լեզ ուրախանալը նայ կարինկա գիտի որ տեղ ենք տանում նայ Այա, այս ունիկություն ես անում Իմ կիս Սա էլ մեր ոճը, մեր պատրաստվածությունը Ուր կարին է, դե, գնացի Մենք գնացինք Ացուսկիզու, թորնիկով, կարենչոյից հետ բոլորով միասին հրաշք Ես էր կարենչոյս, ջակը մեր Բայց հլը մի հատ էլ հրաշք ցույց տամ էլի ժողովուրդ ջան, մի հատ մեր այգին, մեր անմիջապես մեր տան դռան դիմաց Մի հատ էս մյուս հրաշքները նայեք Հլը ձմերուկները նայեք, տեսեք, հրաշք Ամբողջ ձմերուկի դաշտ Կարենչոյին կբերենք, կնստացնենք այն ձմերուկի վրա ու կնկարենք Դե ինչ գնացինք ման գալու, ինչպես ասում ենք Այո, նորություններ շատ ունենք, եկեք նախորդ չասենք, ժողովուրդ ջան Նաև հավատում ենք իրականում ճիշտ է բացասական էներգիաները, որը վերջին ժամանակատում մի ահավոր ակտիվ գործում է մեր տան մեզ վրա, դրա համար այնքան նորություններ կա չենք էլ ասում Ընթացիկ կտեսնեք ինչ նորություններ, ինչ դրական լավ բաներ կան Մեր վլոգներում կտեսնեք Աստված առաջ
Դիմացը մեր եկեղեցին է, դրա համար Աստված օրհնի բոլորիս։ Դե ինչ, այստեղ արդեն հաջորդ օրն է, այնքան գործեր ունեմ անելու, հետևեք, տեսեք ինչ եմ անում։ Կրկին շինարարական վիճակ, սենց սպառելով, ուրախանալով, շախով, տաշով, տուշով, ինչ է կատարվում։ Ինքս իմ ձեռով պատրաստում եմ, կատարում եմ ավելի ճիշտ, բրուշատկա, ինչ է նշանակում, հիմա կտեսնեք։ Ավազները կրնում եմ, տանում եմ, տաղավարի ներքևամասը գետին է, պետք է հարթացնեմ, քարերը շարեմ, կարճ ասած հետևեք։ Դե այստեղ մեր կլորի գեղեցիկ սիրունիկ տաղավարն է, որ անցած տարի էինք բերել։ Հիմա գետնի հատակի մասը պետք է հարթացնեմ, գեղեցիկ քարերով հավաքեմ։ Ընտրել եմ, բերել եմ բազալտ քարի կտորտանքներ։ Իհարկե արդեն կես աշխատանքը կատարել եմ, մնացած մասը նկարահանում եմ, որ դուք էլ տեսնեք։ Նախապես հատակը ավազով բարձրացրել եմ, հարթության եմ բերել, որի տակ ցելոֆոնե տոպրակով պարտադիր ծածկել եմ, որպեսզի խոտերը չաճեն։ Հետո հարթեցնելուց հետո բազալտի կտորտանքը ըստ պատկերացման դիզայնի մեկ հարթությամբ գեղեցիկ շարում եմ, դասավորում եմ, որից հետո հետևեք ընթացքին, էլի կասեմ։ Դե ինչ, ամբողջը գեղեցիկ համաչափ շարելուց, դասավորելուց հետո, իհարկե բազալտի քարերի մասն է խոսքը, ինչ պետք է անեմ, ցեմենտով եւ մաղած ավազով ստեղծում եմ փոշի, այսինքն համասեր զանգված, դերևս չոր վիճակով։ Ահա, այստեղ մաղած ավազն եմ ավելացնում, իհարկե համադրությունը 1-ին 3, այսինքն 3 չափ ցեմենտ, 1 չափ ավազ, որպեսզի ցեմենտը լինի շատ խիտ եւ բիտոնը լինի ամուր։ Հիմա այս համասեր ցեմենտի եւ ավազի փոշին ձեռքով խառնելուց հետո պետք է տարածեմ հենց այս քարերի վրա համաչափ, որպեսզի լցվեն արանքներում։ Ապա ձեռքերով ձեռնոցները հագած համաչափ խառնում եմ, որ փոշիները լինեն համաչափ եւ համասեր խառնված զանգված, որը հիմա տեսնում եք։ Դե ինչ, մեր խառնուրդը պատրաստ է, այն հիմա պարզապես լցնում եմ արդեն դասավորած քարերի վրա, որը պետք է տարածենք ամբողջ արանքներով, այսինքն հետևեք, կհասկանալի կլինի։ Տեսեք, խառնուրդ փոշին ցեմենտի եւ ավազի համադրությամբ ինչպես տեսակ, շուռ տալուց հետո պարզապես սովորական ավելով, խոզանակով պետք է ավլել տարածել այնպես, որ քարերը մնան բաց, գեղեցիկ Երևան, բայց ամբողջ արանքները ծածկվեն հենց այս փոշե խառնուրդով։ Հարկ եղած դեպքում այն տարածում եմ նույնպես ձեռքով ձեռնոցները հագած վիճակով։ Այս ամենը պետք է կատարվի այնքան ուշադիր, որ հարթությունը պահպանենք թելը կապված վիճակով, բայց իրականում ես արդեն թելը հանել եմ։ Վերջ, փոշին տարածված է հնարավորինս չափ կողքի քարերի արանքներում, հիմա անցնեմ հաջորդ գործնական աշխատանքին, որը շատ կարևոր է, պետք է կատարել զգուշ, ինչ ենք անում, թրջում ենք ամբողջը հնարավորինս չափ ցողելով։ Ջուրը պետք է ցողել այնպես, որ որևէ տեղ, ինչպես ասում ենք, տարածում չլինի, բոլոր կողմերը խոնավեցնելով, թրջելով եւ լցնելու ընթացքում լինենք զգուշ, որպեսզի փոս չառաջացնի եւ հարթությունը պահպանենք ընթացքում ավելով։ Այնուհետեւ թողնում ենք այս ամենը չորանա 1 ամբողջ օր։ Դե քանի որ ճղել էի, բացել էի, ընդդեղից նայելով եկել է, սաղ մեջի թափեց, սպասեք։ Ճիշտն ասած ձև էի բռնել, դուք էլ զգացիք, չէ։ Ասա, ես ոնց ասենց բացած, սաղ, ճղած, քանի որ չենք դիմացել, նայել ենք, հետո լցրել եմ մեջը, գնացել եմ դարպասի մոտից, ես գալիս եմ բաներ եմ անում։ Այսինքն ես դերասանական մոմենտ էր էլի, բայց իրականում եկեք unboxing անենք, տեսեք ինչ պատվերներ ա եկել, գնացինք առակ, ինչ կասենք։ Ինչ ունենք, չունենք։ Այս ինչ թափվեց ընկավ գլխից, ունենք սիրուն բասանոշկաներ։ Եկել է այսպիսի բասանոշկաներ ամառային, հենց այս վերնաշապիկի գույներով, հենց սրանց հետ հագնելու համար, որ հավաքածուն ամբողջը լռանա, տեսեք ինչ տորսնի է, սիրուն է, իրականում ամբողջը ռեզինից է, փափուկ ու շատ հարմարավետ է քայլելու համար, հլա եկեք մի հատ հագնեմ նայեք,
Նախապես ասեմ հետևորդներ ջան, իրոք շատ լավ է, հարմարավետ կարող եք ձեռք բերել, ովքեր սիրում են ավելի սպորտային ոճի մեջ, ներ արագ քայլել, գնալ, գալ, որպեսզի այն չհոգնեցնի ձեզ, այս տարբերակը ճիշտ է, ընտրեք, գնեք, շատ լավն է։ Սրանք էստեղ, հետո ինչ ունենք էստեղ, սպորտային համազգեստ կարինկայի համար ամառային, քանի հատ տեսել է պատվիրել ասեմ հետարքիր տարբերակներ, Versace ոճերով, վագրիկներով, չգիտեմ ինչ, իրա բլուզի հետ միասին, բայց ոնց հասկացանք էլի կարելու գործ կա, իրա վրա էլի ես պետք է տանջվեմ, տարապեմ, թե չէ կարինքն ասի, դե կարի, անթոտ ասելի է, քանի որ այս բլուզկայի մասը տոп շատ կարճ է, այսպես հաստատ այստեղ ճիշտ չի լինի հագնելը եւ բնականաբար նարեկը չի թողնի, պետք է կտրեմ տակի դեկորացնեմ, բայց շատ սիրուն հավաքածուի է։ Հաջորդ սպորտային համազգեստը էլի ինչ որ Versace ոճով կրեատիվ շատ սիրուն է, մի հատ նայեք։ Ներքևան մասը, այս ոճի մեջ շատ սիրուն է, ինձ էլ շատ կսազի միջալուց։ Լավ, հələ կփորձենք։ Գլուխ կհանենք։ Հետ իր հետ միասին էլի շենաշապիկը, բլուզը կարելի ասել, բայց էսի ավելի շատ ներքնած գեստի է նման։ Յուրս գալ ձև, ինչպես որ ասում է, այստեղ բլուզկա չկա, այսինքն ինչ պետք է անեմ։ Նորից, քանի որ ինքը շատ երկար է, ինա դու մեծա պատվիրած, որ ներքևի մասի գործվածքը կտորը կարողանամ կտրեմ անեմ, կարեմ իր ներքևա մասի դարձնեմ նորմալ փակ բլուզկա։ Այստեղ հաջորդ ինչ ունենք։ Ծիծաղալու շատ հումորային գիշերանոց, ինպես Չարաճճի հումորային ու ծիծաղալու մի հատ նայեք ինչ հենց մենակ գործվածքի կտորի համար ես այս գիշերանոցները վերցրել եմ, գնել եմ, մի հատ նայեք պիժամա, ինչպես ասում են։ Դեպի կտորների ծիծաղալու վիճակը նայեք։ Շատ ընտիր բարձր որակի, տեսեք, սա ինձ համար եւ որոշել եմ, որ այն պետք է լինի շորտ տարբերակով, կտրելու եմ ծնկերի մասը, ավելացածը հանեմ ու կարենչորից համար նույնպես կարեմ գիշերանոց, որ տատիկ ու թորնիկ նույն գիշերանոցով նույն մուլտիպլիկացիա նկարներով հագնենք ու հետարքի հումորային վլոգ նկարենք, սպասեք։ Հա, իմիջալոց հիմա կհագնեմ, մի հատ կտեսնեք ինչ է սա։ Հեսա ցույց տամ գնացինք հագնելու։ Ահան, լրիվ իմ խելքին, հումորային Չարաճճի գիշերանոց։ Վրայի նկարները մենակ բավական է, այնքան եմ ծիծաղել, հենց դրա համար պատվիրել եմ այս տարբերակը։ Կարճ ասած կարելի ասել կապիկություններով գիշերանոց։ Ահա, սա է, ամենակարևորներից ունենք ինչ նոր գամակ, դրուխ սպալնի կառավաճ, ինչպես ասում են։ Այսինքն երկու տեղանոց գամակներից նորն եմ պատվիրել։ Ես էլի ունեի, այգու մի քանի տեղ ունեին, քանի որ մի հատ ոչ բարով շունիկ ունեինք, ինքնիանը գնաց սատկավ, ամբողջ գամակները ճղել էր, չգիտեմ, մեջտեղից կես էր արել, պատվիրել եմ նորը, ամենամեծը, 3 տեղանոց գամակը, տեսեք ինչ հրաշք է, մեծ։ Որտեղ կարող են անմիջապես, թե կիլոգրամի քաշով ավել, թե 2 հոգի միանգամից պարկել, հանգստանալ, լավ, հələ եկեք մի հատ գնանք, այս արագ կապենք ծառին, տեսեք ինչ սիրուն է լինում, գնացինք։ Լավ, հլա մի րոպե, մինչև ծառին կապելը գամակը մի հատ այստեղ խոտերից մաքրենք, նոր էի մաքրել, տեսել եք ինքներդ նկարահանել էի, անձրևներից նորից բարձրացել են, աճել են, այստեղ մաքրեմ, խոտերից ազատեմ, ապա կապենք գամակը։ Գամակը իրականում լավն է, վատը չէ, այն ինձ դուր եկավ, բայց կա մեկ տարբերություն նախորդ իմ պատվիրած գամակներից, իր փայտերը չկան, այսինքն գլխամասի եւ ոտների մասում պետք է լինի փայտ հստակ բաց ուղիղ պահելու համար, բայց երևի թե այնքան էլ չի խանգարի։ Իր տոպրակը, պարկը, ինչի մեջ գամակը դրած ուղարկում են, ես մշտապես այն փոխարինում եմ բարձի, տեսեք ինչ լավ է ստացվում, իր մեջ տեղադրելով սպունգ, գուբկա, ոնց կուզեք ասեք։ Դե ինչ, դե եկեք վայելենք, տեսեք ինչ հաճելի է, իրական քնելու տեղ է։
Այ ընկերներ ջան, այսքան մասը լրիվ իրական էր, ձևական ու հումորի համար չէր։ Էնպես եմ ընկել, գլուխս էլ լավ հարվածել եմ հետևի փայտերին։ Որոշեցի այս տարբերակը թողնեմ, որ տեսնեք օրվա մեջ ինչքան փորձանքների եմ գալիս։ Այստեղ շատ հետաքրքիր մանրուքներ կան։ Այստեղ եղունգների համար ինչ որ վերքնի ֆորմա, վերին ֆորմա կարիկանա պատվիրել, ինչ որ երկարացումներ կատարելու հետ կապված, այսպես էլ չբացեմ հասկանալի է։ Լիքը զիզիկ-վիզիկներ ունենք։ Այսպես մի հատ սարք եմ պատվիրել, ինչ որ sense պետք է միացնենք հոսանքին, թողնենք բարակ տզոց գա, ձայն գա, թե ձայն գա, չգա, չգիտեմ, ինչ լինի, ու մեր տանից փախնեն բոլոր մեզ ոչ պետքական կենդանիները։ Հա, միջանով կարելի է այսի միացնել, ոչ պետքական։ Մեր տանից լիքը ոչ պետքական կենդանիներ, որ փախնեն։ Ահա։ Այսպես եւ այս սարքավորումը այստեղ տալիս են բլոճներ, ճանճեր, տիզ, մոծակ, չգիտեմ ինչ, մուկիկներ եւ այլն, պետք է որ փախնեն։ Փորձենք միասին կտեսնենք ականջողեր Versace, արինքան պատվիրելա, հենց այս համազգեստների կոմպլեկտի հետ համատեղելու համար։ Եղունգի գել, հաց գելը, ծորուն գելի մասնախոսքը եւ եկել ասենք փուճուրիկ մի հատ նարդուքար։ Ասենք մենք պատվիրել ենք այնտեղ որ պետք է մեծերի, մի հատ նայեք, այս ինչ է, այս քանի մատսակ եմ որ ամենապես վերջանա, բայց մեջ ինչ դեր է, չգիտեմ, հետո կբացենք կնայենք երևի թե։ Բոլորի ուշքը կգնա իմ վրա թե մտքով ինչ է կարա անցնի։ Դե քանի որ բնականից ես ունեմ գեղեցիկ թուշիկի փոսիկներ, մանկուց մինչև հիմա, այստեղ շատ գեղեցիկ արտահայտված, ես պատվիրել եմ եկելա դրա ովքեր ուզում են արհեստական ստեղծեն կամ ավելի խորացնելու համար, այսինքն այս գնդիկները, ծիծաղալու տարբերակ պետք է անեմ, դուք տեսնեք։ Այսպես պետք է կարողանալ անցկացնել երկու այտերի վրա, բերանի ներսից, այս տարբերակը ու ամբողջ գիշեր թողնում ես իր վրա քնում ես, առավոտյան հելում ես, դեմ ես կուլ ես տվել ուղղակի երևի թե, այսպես որ թուշիկի փոսերը ավելի խորանան, հետարքիր սարքա, չէ։ Ուզում եմ պատվիրել ինչի համար է, այն հետո կասեմ կներկայացնեմ, այսպես ամրացնում ենք թե որ ցած քնեն թե ինչ անեն չգիտեմ, կասեմ ինչի համար է հետո։ Ոնց որ թե այստեղ այս պայծրության ոչինչ չունենք, բայց ոնց որ թե կարինկան հուշումա, մենք պատվերներ ենք կատարել, ահագին շատ, որը մոռացել ենք, ժամանակ չեղել, չենք էլ նկարել, չենք էլ ցուցադրել, որը պետք է առանձին մի հատ unboxing անենք այդ մի պատվերները։ Էդ էլ երևի հաջորդիվ այլ վլոգներում, որ հասցնենք, հերիքացնենք, բավականացնենք, բայց ասենք, որ կհետաքրքրի բոլորին իրադարձություններ ու կարևոր իրավիճակների հետ կապված վլոգներ են սպասում, ինչի մասն է խոսքը, մի հատ կտեսնեք հաջորդ փուլ քաոս, ինչա կատարվում, ինչ ենք անում, ինչ ենք սկսում, ինչ վիճակ է լինելու, այսպես մի երկու խոսքով կարճ ասած շատ հետաքրքիր մի քանի սերիայով էլի վլոգներ են սպասվում, կհանդիպենք հաջորդ տեսանյութ վլոգին, չգիտեմ որը ինչ եմ ներկայացնելու ձեզ, բայց սպասեք էլի, մի քիչ էլ համբերեք։